Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տոները բազմազան հետաքրքիր ու սպասված են։ Հայոց եկեղեցին այսօր նշում է Տյառն Ընդառաջը, Տրնդեզը կամ Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Այսօր փետրվարի 13-ին հայ առաքելական եկեղեցիներում սկսվում է Տյառն Ընդառաջի նախատոնակը, որին հաջորդում է նորապսակների օրհնության կարգը։ Արտաշ Ասատրյանի դուստր Սյուզի Ասատրյանն ու նրա ընտանիքը վերջին տարիներին բավականին ճանաչվել և սիրվել են հանրության կողմից։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ներկայացրել էին Սյուզի Ասատրյանի ամուսնու քույրիկի Լարայի Հարսենյաց հանդեսի բացառիկ կադրերը, այն աչքի էր ընկնում իր շքեղությամբ։ Դե իսկ այսօր Լարան և նրա ընտրյալը ռազմիկը նշում են իրենց Տյառն Ընդառաջը։ Նրանք իրենց շուրջն են հավաքել իրենց մտերիմներին, ընկերներին, բարեկամներին և այդպիսով մեծ շուքով տոնել Տյառն Ընդառաջի տոնը։ Մենք առանձնացրել ենք մի քանի կադրեր, որտեղ երևում է, թե որքան գեղեցիկ ծաղիկներ են Մարտունն ու Սյուզին նվիրել քույրիկին և որքան գեղեցիկ և շքեղ էր պատրաստվել ընտանիքի անդամները այս կարևոր օրվան։ Նշենք նաև, որ հյուրերի ցանկում են նաև Զվարթ Ասատրյանն իր դուստրերի հետ։ Առանձնացրել ենք մի քանի կադրեր, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Լարայի ընկերուհիներն ու քույրերը պատրաստել էին նախաարսանեկան խնջույք։ Խնջույքին մասնակցում էր դե իհարկե նաև Արտաշ Ասատրյանի դուստրը Սյուզին և նրա կրտսեր քույրիկը Մարին։ Հավելենք նաև, որ օրեր անց էլ տեղի կունենա Սեդրակ Ասատրյանի որդու Արամ Ասատրյանի և նրա սիրելի Աննայի Հարսանյաց հանդեսը, որի բացառիկ կադրերը ևս խոստանում ենք ներկայացնել մեր ընթերցողներին։ Անցել է 2 տարի Սյուզի Ասատրյանի և նրա սիրելիի Մարտունի հարսանիքից։ Այսօրվա հրապարակումները մինչ օրս ակտուալ են համարվում։ Սյուզի Ասատրյանը գեղեցկուհի հարսնացու էր։ Նա իր հարսանիքին կրել էր 2 զգեստ։ Ներկայացնում ենք Սյուզիի և Մարտունի հարսանիքից մի քանի կադրեր առանց մեկնաբանության։